Ինչու է Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն։ Հայաստանում վերջի 30-35 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Կարող ենք իրենց լավ ասել, կարող ենք վատ ասել, ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Բոլոր ղեկավարները իշխանության գալուց հետո բոլորի հետ Կարապետյանը հանդիպել է եւ ասել է մի բան, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան։ Վերջի 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանում։ Մենք չենք սիրում սա ասել, սա ասում եմ մյուս բանին բերելու համար։ Ինչա դա բերել մեր ժողովրդին։ Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկվելուց, տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք այն ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում։ Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ երկրի ղեկավարությունը այս ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի, վերցնում է գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում։